Սա հենց իհարկե հիբրիդային պատերազմի հենց բնորոշ մոտեցում է, որովհետև սա իրականում հիբրիդային պատերազմը մեր ժողովրդի հանդեպ հենց Նիկոլ Փաշինյանի կողմից եւ իր կողմից ղեկավարվող ՀՄԿ-ի կողմից իրականում դա մեր տեսակետն է, քանի որ ամեն օր մարդկանց շեղում այն որ անհեթեթ իր պահվածքով մի կողմից, մյուս կողմից է ՀՄԿ-ը զավթած է իր դաշնակիցների եւ իր կուսակցականների կողմից եւ իրանք ամբողջ դաշտը տիրապետում են եւ մարդկանց ցույց չեն տալի ընդհանրապես ընտրությունից առաջ որ մենք կարողանանք ներկայացնենք թե ապագայի մասին մեր տեսականները թե ընդհանրապես ինչ որ խոսակցություն չի գնում նրա մասին թե ինչ կարող ենք անել որ փոփոխություն լինի մեր պետության մեջ դեպի իրական ժողովրդավարություն իսկ սա ինչ որ կատարվում է իրական մենք տեսնում ենք դա որպես հիբրիդային պատերազմ մեր ժողովրդի հանդեպ Չէ, կարծում հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն ընտրողաբար է վերաբերվում միայն քաղաքացիական պայմանագրին լուսաբանելու, այլ նաև ֆիլմերի հանդեպ, քանի որ վերջին աղմուկահարույց ֆիլմը, արգելված ֆիլմ անվամբ հրապարակվեց, Պասկևիչյանի անկախության մասին ֆիլմն է, որը կարծես թե հանրային հեռուստաընկերությունը չի ուզում եթե տրամադրի։ Սա նույնպես այդ հիբրիդային պատերազմի մասն է, երբ որ ուզում են մեր ազգային, մեր ինքնությունը ընդհանրապես մեջներիցս հանեն եւ սարքեն ինչ որ ամորֆ ինչ որ ազգ, որը որ ոչ պատմություն ունի, ոչ հիշատակ ունի, իհարկե դա չի ստացելու, ոչ մի կերպ դա չի ստացելու իրանց մոտ, բայց ամեն դեպքում փորձեր իրանք կատարում են եւ դեռևս ինչ իրանք պաշտոնավարելու են, դա այդ փորձերը չի վերջանալու։ Իսկ ակնկալիքները գլխավոր դատախազությունից։ Ամեն դեպքում ակնկալիք իրական ոնց որ ասեց իմ գործընկերը չկա, սակայն սա նրա մասին է, որ իրանք պետք է հասկանան, թե ՀՄԿ-ի ղեկավարությունը, թե հանձնաժողովի ղեկավարությունը, թե ԱԱԾ-ն, թե դատախազությունը պետք է հասկանան, որ պատասխանատվություն են կրում նույնպես նույն չափով, ինչքան որ Փաշինյանը։